Հայաստանը միակ պետությունն է, որի հետ Եվրամիությունն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով եւ երկխոսության մեկնարկից հետո ռեկորդային ժամանակում ստացել է գործողությունների ծրագիրը։ 2025 թվականի ներքին գործերի նախարարության բյուջեի կատարողականը ներկայացնելիս արձանագրեց փոխնախարար Մկրտչյանը։ Ակտիվ փուլում է կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքը։ Երևանում ամենաբանուկ առևտրի 2 համալիրներում, մոլերում կբացվեն գերժամանակակից գրասենյակներ, կենսաչափական տվյալների հավաքագրման, բոլորը մեկում, ինքնասպասարկման սարքավորումներով, մանկական խաղասրահներով, սպասարկվող միջազգային ստանդարտներով։ Սրանով հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր ստանդարտ կսահմանվի Հայաստանի Հանրապետությունում, փակելով անձնագրային համակարգի հնամաշ եւ ցածրորակ ենթակառուցվածքի էջը եւ կոտրելով ոլորտի կարծրատիպերը։ Արմեն Մկրտչյանը խոսեց նաև Ղարաբաղից տեղահանվածներին քաղաքացիություն շնորհելու գործընթացի մասին։ Ընդհանուր թվով ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 39650 Ղարաբաղից տեղահանված անձ, որից 27296 անձի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Մերժման դեպքեր չեն եղել։ Նոր թվային համակարգի գործարկման պահից այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ։ Մասնավորապես այս տարի հունիս ամսվա սկզբի դրությամբ թիվը կազմել է 11146, Ղարաբաղից տեղահանված անչափահաս անձանց թիվը կազմել է 28000, որից շուրջ 12000 անչափահասներին տրվել է ՀՀ քաղաքացիություն։ Աշխատանքներ են տարվել ոստիկանության գվարդիայի ժամանակակից տեխնիկայով համալրման ուղղությամբ, ստանդարտացվել է ոստիկանության կողմից պահպանվող կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ակտիվ է գործել պարեկային ծառայությունը, անցած տարի բացահայտելով հանցագործության մոտ 15000 դեպք։ Արգրավվել, հայտնաբերվել եւ բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 2246 միավոր հրազեն, իսկ հետընտրական շրջանում ցանկացած հակաօրինական գործողություն կանխելուն միտված ինչ քայլեր են ձեռնարկվում, ինչ աշխատանքներ են տարվում դեռևս պատերազմից հետո մնացած զենքի հավաքման ուղղությամբ, հետաքրքրում էր Անդրանիկ Քոչարյանին։ Տեղ են ունեցել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ եւ այդ իմաստով ես կարծում եմ, որ առիթներ էլ, այսպես ասած, յետընտրական զարգացումների պետք է որ չլինեն, բայց այդուհանդերձ ցանկացած զարգացում, որը կուղեկցվի իրավախախտումով կամ առավել եւս հանցավոր վարքագծով, իրավապահ համակարգը շատ հստակ եւ խիստ արձագանք կտա, քանի որ 24-ժամյա ուրեմն ռեժիմով իրավապահ համակարգը աշխատում է եւ նախընտրական, եւ ընտրության օրը, եւ բնականաբար հետընտրական ժամանակահատվածում եւս։ Մինչեւ հունիսի 2-ի դրությամբ 930 միավոր հրազեն եւս արգրաված է, որից 99 ինքնաձիգ եւ 349 ատրճանակ եւ այսպես շարունակ։ Ընդդիմությունը քննարկմանը ներկա չէր, իսկ մեծամասնության падգամավորներին հետաքրքրում էր նաև քաղաքացիության ինստիտուտի չարաշահման հարցը։ Ինչու պետք է քաղաքացին չապրելով Հայաստանում իրավունք ունենա մասնակցել ընտրություններին, մտահոգում էր նրանց։ Համապետական ընտրություններին կարող է մասնակցել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, սահմանափակումներ կան որոշակի, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձինք։ Սա է սահմանադրական կարգավորումը, այսինքն բազան սա է։ Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, այստեղ մենք ունենք ռեզիդենտության ցենզ, արդեն իսկ ունենք ռեզիդենտության ցենզ, դա սահմանված է ընտրական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացին տվյալ համայնքում պետք է հաշվառված լինի 6 ամիս եւ ավել, որպեսզի հնարավորություն ունենա ընտրել։ Ինչ որ աշխարհի միտեղ եթե պատերազմ է լինում, մեր Հայաստանի քաղաքացիության համար հերթ են կանգնում։ Լիքը մարդիկ, ոչ մեր ազգության։ Ինչքան է թվերը ավելի շատ չէ։ Գալիս են այստեղ, որտեղ պարզվում է, որ խաղաղությունը նաև գրավիչ է մարդկանց այդ տարածքում գտնվելու համար։ Պարզվեց նաև ընտրությունները կարա գրավիչ լինի, այսպես շարան-շարան գալիս են եւ շարան-շարան գնում են եւ նեղվում են, որ պետության նկատմամբ կա պարտավորություն նաև մասնակցել մեր երկրի պաշտպանությանը եւ սկսում է այսպես աղմուկ։ Ինչպես կարելի է ծանուցումներ տալ, մասնակցել պահեստազորի ձևավորմանը 25-օրյա հավաքների տեսքով։ Նման հարցերը ըստ Քոչարյանի պետք է հաշվի առնեն երկրի ռազմավարությունների մշակման ընթացքում, իսկ որպես արձագանք Արմեն Ղազարյանը վիճակագրություն ներկայացրեց։ 2014-21 թվականներին քաղաքացիության դիմումների թիվը մոտ 10000 էր, հաջորդ տարիներին այն հասել է 20-ից 25000-ի, իսկ 2025 թվականին Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը ստացել է 32891 դիմում, որից 25670 անձի շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։